Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են։ Այս սերիալը համարվում է հայկական սերիալ արտադրության ամենառեյթինգային նախագծերից մեկը։ Յուրաքանչյուր օր գրանցվում է ռեկորդային թվով դիտումներ ինչպես YouTube-ում, այնպես էլ տարբեր հարթակներում։ Հեռուստասերիալում նկարահանվող դերասանները սիրված են հեռուստադիտողների կողմից, ինչն էլ ավելացնում է հեռուստադիտողների նվիրվածությունն ու սերը հեռուստասերիալի նկատմամբ։ Բնականաբար հեռուստասերիալում լարված պահեր են, հեռուստադիտողները շունչները պահած սպասում են, թե ինչ է կատարվելու հետագա սերիաներում։ Ամեն բան այնքան շիկացած է, որ նույնիսկ օդը թվում էր վառվում է։ Այն սենյակը, որտեղ հայտնվել են Լիլիթը, Աննան, Հենրին ու Ֆաինան, միշտ լի էր հանգստությամբ կամ գոնե երբեմն։ Բայց մի ակնթարթում այն վերածվում է դատաստանի դահլիճի։ Լիլիթը կանգնած դռան մոտ կարծեք թե բացել է ճակատագրի դուռը։ Նա չի դադարում մեղադրանքներ, վիրավորանքներ, ծաղր ու հեգնանք, բայց այս անգամ նա անցնում է սահմանը։ Լիլիթն առաջ է գալիս դեմքն ահռելի խեղաթյուրված, ձայնը բարձր ու լուրջ։ Դու այսքան տարի ապրել ես խաբեության մեջ, բայց հիմա պիտի իմանաս, նա Հենրիին ասում է, որ Աննայի որդին չէ։ Աննայի աչքերը բացվում են լայն, խորը, կարծես խուճապը փորձում է ներսից դուրս պոկել նրան, քանի որ Աննան ոչ մի դեպքում չէր համաձայնվի, որ որևէ մեկը Հենրիին ասեր այդ ճշմարտությունը։ Նա նույնիսկ Միքայելին խնդրել էր, որպեսզի հանկարծ Հենրին չիմանա, որ ինքը Հենրիի մայրը չէ։ Իսկ Հենրին նրան ասաց, որ եթե հեռանաս այս տնից, ես էլ քո որդին չեմ լինի։ Եվ նա գնաց զոհաբերության ու մնաց այդ տանը, որովհետև նա Հենրիին սիրում է իր հարազատ որդու նման։ Նա երբեք տարբերություն չի դրել, հակառակը նույնիսկ Ֆաինան երբեմն մեղադրել է մորը, հարազատ մորը Հենրիին ավելի շատ սիրելու ու ուշադրություն դարձնելու համար։ Բայց հիմա Լիլիթը հայտնվել է տանն ու մեղադրում է, նույնիսկ ասում, որ Հենրին քո որդին չէ, իսկ Հենրին լսում է այդ ամենը։ Լիլիթը չի լռում, նա անկասելի է, նրա բերանից հոսում է տարիներով կուտակված չարությունը։ Այս խոսքերից հետո Աննան կարծես քարանում է, նրա մարմինը հենվում է պատին, շունչը խզվում է, ձեռքերով հպվում է գետնին ու նստում հատակին։ Լիլիթի դաժանությամբ ասած ճշմարտությունը հարվածում է նրա սրտին։ Նա հիշում է այն ամենը, ինչ կատարվել է այս տարիների ընթացքում իր հետ։ Հենրին ուղղակի քարացած է, հավանաբար նա ստիպելու է, որպեսզի Միքայելն ու Աննան նրան ասեն ողջ ճշմարտությունը։ Արդյոք գոնե այդ պահին Միքայելն ու Հենդոն կհայտնվեն, որպեսզի Լիլիթին դուրս շպրտեն տնից, որովհետև այլ տարբերակ այս պահին դեռ չկա։ Հենրին ստիպելու է, որպեսզի իրեն ասեն ողջ ճշմարտությունը, Աննան ուժ չի ունենալու որևէ բան խոսելու։ Բայց նրանց ընտանիքը չի քանդվելու ու չի քայքայվելու, որովհետև դրանից հետո, երբ Աննայի ու Միքայելի երեխան ծնվում է, նրանք միասին են ողջ ընտանիքով, այսինքն Լիլիթը կամ որևէ մեկը այս ընտանիքը չի կարող քանդել։ Կարող է քանդել միայն մեկ բան, երբ Աննան պարզի ճշմարտությունը, որ հենց Միքայելն է իր հարազատ դստերը, ողջ ու առողջ դստերը իրենից հեռու տարել և այսքան տարիներ նա տառապել է դստեր կորստյան ցավով։ Նա մեղադրեց նույնիսկ Սոսին, որ երբ կորցրեց դստերը առանց տեսնելու, նա իր կողքին չէր։ Ինչպես է վարվելու Աննան Միքայելի հետ այդ դաժան ճշմարտության բացահայտումից հետո։ Արդյոք կկարողանա ներել։ Չէ՞ որ նա հասկացավ, որ Սոսը մեղավոր չէ ու Սոսին չեն ասել, ավելին խաբել են ու իրենից հեռացրել։ Միքայելը սպանելու փորձ է կատարել Սոսին։ Այս ամենը միախառնվել է ու նստել Աննայի ուսերին կարծես մի ծանր բեռ։ Ինչպես է այս ամենի տակից դուրս գալու Աննան ու որոշելու Միքայելի համար որդի ծնել և հետո ինչ է կատարվելու հետո։ Կարծեք թե ճակատագրի չար խաղ է։ Այն ժամանակ նա հղի էր Սոսից ու Միքայելի կողքին մնաց, իսկ հիմա Միքայելից է հղի ու Սոսը հայտնվել է։ Ինչ է կատարվելու հետագայում, ինչ է լինելու նրանց դեռ չծնված երեխայի ճակատագիրը։
Հեռուստադիտողներին մի բան է հետաքրքրում, երբ վերջապես Անգելինան կիմանա ողջ ճշմարտությունը։ Հենրին ու Անգելինան երբ կբացահայտեն, որ նրանք որևէ ազգակցական կապ չունեն ու կարող են միասին երջանիկ լինել։ Իհարկե, դեռ այդքան էլ հեշտ չէ, քանի որ մինչ այդ ճշմարտության հասնելը Հենրին դեռ ունի բազմաթիվ ճշմարտություններ բացահայտելու։ Ինչ է սպասվում Լիլիթին, արդյոք Սոսը նրան կների այդ դաժանության համար։ Արդյոք նա կկարողանա փրկել իր ընտանիքը, քանի որ ղժղժալով, կռիվ սարքելով ընտանիք չես կարող փրկել։ Նա չի կարող կռիվներով Սոսին պահել իր կողքին, եթե նույնիսկ Աննան Սոսի կողքին չլինի։ Լիլիթն այդ ամենը շատ լավ է հասկանում, բայց չարությունն ուղղակի կուրացրել է նրան։ Դե ինչ, գրեք ձեր կարծիքները, ինչպես կվարվի Հենրին ճշմարտությունն իմանալուց հետո, արդյոք նա կլքի ու կատի Աննային։